Բայց ես արագ ասում եմ, իսկ դու գիտեիք, որ Ալիսան ընկել էր հանգարչի մեջ, նա պետք է գուշակել գաղտնաբառը, որ նա դուրս գալ։ Բարև ձեզ, իսկ դու գիտեիք, որ մի անգամ Ալիսան հայտնվում է ակնոցների ապակու մեջ, նա փորձում է դուրս գալ, նրա միակ տարբերակը ակնոցների ապակին ջարդելն է, նա փորձում է ջարդել և կարողանում է, իսկ մի օր էլ հայտնվում է համակարգչային ծրագրի մեջ, այնտեղ հայրիկը գրում էր բառեր և իր գործերն էր անում, նա տեսնում է տառերը և գնում է իր այդ տառերի մոտ, հայրիկը տեսնում է և սկսում է Ալիսային հանել, նա հանում է և Ալիսան էլ չի ընկնում ոչ մի տեղ։ Մի անգամ Ալիսան հայտնվում է ջեռոցի մեջ, այնտեղ շատ տաք է և ինքը կանչում է պապիկին, պապիկը գալիս է և իրան փրկում է։ Մի օր Ալիսան հայտնվեց թեյնիկի մեջ և թեյնիկի մեջ ջուր լցրեցին և դրեցին, որ տաքանա, Ալիսան մտածեց ոնց դուրս գալ և տեսավ, որ ծակ կա և ծակից դուրս եկավ։ Մի օր Ալիսան հայտնվում է Յուպիտեր մոլորակում և ջուր չի ունենում և նա քնում է և հանկարծ նա զարթնում է և տեսնում է, որ եզերագնացը նրան տարավ երկիր։ Մի օր Ալիսան ընկավ տորսիկի մեջ, նա չէր հասկանում, որ տորսիկից դուրս գա, նա տեսավ, որ վերևը արևը շողում է և կանչեց, Ալիսան ասում է արևին, կարող ես այս տորսիկը հալացնես ես դուրս գամ, արևը պատասխանում է, այո, արևը հալացնում է և Ալիսան դուրս է գալիս։ Լինում է, չի լինի Ալիսա է լինում, այդ Ալիսան մի օր դուրս է գալի և նա հանդիպում է ծաղիկի և տեսնում է մի միջատ, նա վախենում է և փախնում է։ Ալիսան հայտնվում է կաթիլի մեջ, բոլորը փնտրում են նրան, կանչում են Ալիսա, Ալիսա, որտեղ ես, Ալիսան արձագանքում է, ես կաթիլի մեջ եմ, օգնեք ես դուրս գամ, նրանք ասում են ոնց դուրս գա և Ալիսան դուրս է գալի։ Մի անգամ Ալիսան հայտնվում է տատիկի մազերի մեջ, այնտեղ շատ քոր է գայց և ինքը թռնում է սփռոցի վրա, բայց տատիկը վերցնում է սփռոցը տանում է, որ լվացքի մեքենայի մեջ, տենում է, որ Ալիսան տեսնում է, որ տանում է նրան լվացքի մեքենայի մեջ և ինքը թռնում է վերջին վայրկյանին սեղանին։ Լինում է, չի լինում մի Ալիսա։ Ալիսան մի օր հայտնվում է խնձորի մեջ և փնտրում են պապիկը։ Ալիսա, Ալիսա, որտեղ ես։ Ալիսան ասում է, ես խնձորի մեջ եմ, օգնիր պապիկ։ Պապիկը օգնում է Ալիսային։ Ինչպես է օգնում պապիկը, ինչպես է նա դուրս գալիս խնձորի միջից, մտածի։ Պապիկը խնձորը կտրում է և Ալիսան դուրս է գալիս։ Չի վնասում Ալիսային։ Չէ, չի վնասում։ Պապիկը զգուշ էր անում։ Մի օր Ալիսան մտնում է կոշիկի մեջ, երբ որ ես ուզում եմ կոշիկս հագնեմ, Ալիսան ասում է կանգնիր մի հագիր, ես կոշիկից մեջ եմ, ասում եմ արի ես թելը գցեմ, դու դուրս էլ, ասում եմ չէ չեմ ուզում թելով, ես ուզում եմ դու ինձ փափուկ թղթով անձեռոցիկով հանես, ես անձեռոցիկը պահում եմ, ինքը թռնում է վրեն և դուրս է գալիս։